Ողջույն Օրագի Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ճարտարապետ Դավիթ Ստեփանյանին։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերին։ Սիրով։ Պարոն Ստեփանյան, Երևանի քաղաքապետարանն Կասկադի ավարտուն տեսքի բերելու նախագիծն արդեն նախագծի մրցույթն արդեն ամփոփել է։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հաղթանակները մասնագետները որակում են ոչ մրցակցային, ոչ մասնագիտական, ինչու՞։ Դե ինքնին խայտարակություններ նման մրցույթ անցկացնելը ուղղակի ձևական ֆիկտիվ բնույթի համացանցով, ինչ որ սիրողական մակարդակի շատ, էլ չեմ ասում, որ նման կառույցի հանդեպ այդ վերաբերմունքը ինքնին խայտարակություն է կրկին, որովհետև հեղինակների վերջո վաստակաշատ մեծ մեր վարպետներն են, ճարտարապետները, եւ Կասկադը պետք է ավարտին հասցվի բացառապես հեղինակային նախագծի հիման վրա։ Առավել եւս որ պատվիրատուն, այսպես ասենք, արդեն ավելի շուտ սեփականատերը քաղաքապետարանն է այդ տարածքի, առավել եւս այդ դեպքում պետությունը պետք է որդեգրի վայել ճանապարհ իր միջավայրը, իր հուշարձանները պահելու։ Կասկադը 18 թվից ներառված է այդ հուշարձանների ցանկում եւ այդ հատվածը անավարտ մնացած պետք է դիտարկել ընդհանրապես ռեստավրացիայի ենթարկելու, ոնց որ ասած, տեսանկյունից, որովհետեւ պատկերացրեք կառուցվել է ի վերջո ամբողջական տարբերակը եւ քանդվել է ինչ որ պատճառով կամ ասենք հիմա ասենք եթե եղածից էլի ինչ որ մի կտոր քանդվի, չէ որ դա պետք է վերականգնվի։ Իսկ իմաստը որն է չվերականգնել ամբողջական տարբերակը, չէ որ ստեղծագործությունը արժեք ներկայացնում է բացառապես ամբողջականության մեջ։ Եթե մենք բսկտված առանց այդ լես քրքրված եւ կարկատանի վերածված մայրաքաղաքում շարունակում ենք այդ մոտեցումը օրինականացնել, որևէ լավ սպասելիք չկա այդտեղ։ Այսինքն Կասկադը նորից ասեմ ունի հեղինակային նախագիծ, որը հաստատվել է։ Այդ հաստատված նախագիծը անավարտ է մնացել 88 թվի երկրաշարժից հետո եւ հիմա ցանկացած պարագային, իդեպ ասեմ նույնիսկ եթե մասնավորիներ անցնում այդ ամենը, պետությունը եւ վերջո պայմաններ պետք է դնի, չէ որ դա իր խորհրդանիշերից է, հենց պետության, հենց հայության, հենց Երևանի, Հայաստանի, դա խորհրդանիշ է։ Կասկադը բացառիկ ճարտարապետություն է, աշխարհում ունիկալ եւ այսպես ասեմ այդ զիկուրատաձև հորինվածքի նոր ենթակառուցվածքներով հագեցած բացառիկ ճարտարապետություն։ Թող պրպտեն մի հատ համացանցը, մի հատ նայեն օրինակները, տեսնեն, որ ասենք 20 տարի անց այդ նույն կառույցից հետո նման օրինակ ինչ որ հետաքրքիր գաղափարական էլի տարբերակներ իրականացրեցին, ասենք Ճապոնիայում Տադաո Անդոյի ես օրինակն եմ միշտ բերում, հայտնի ճարտարապետ, նման կառույց է, այսինքն ինքը շենք, ուղղակի շենք կամ ինչ որ աստիճան բնութագրելով չեն կարող ներկայացնել նրան, դա տեսեք ճարտարապետություն է, կառույց է, որի վրա մարդիկ քայլում են, որի ներսով անցնում են, ծաղիկների, արևի, ջրի, քարի այդ ամբողջ հայկական խորհրդանիշերի հավաքածու է, մարդուն հաղորդակից է դարձնում, եկողին, հյուրին, տեղացուն հաղորդակից է դարձնում հենց այդ միջավայրին։ Նաև ասեմ, այդ մակարդակի ճարտարապետությունն էս 30 տարուց ավել մենք չենք կարողանում ստեղծել, որովհետև այդ դպրոցը կանգնեց, ազգային դպրոցը իսկապես իր վերելքին հասած հենց զարմանալի կերպով խորհրդային շրջանում, դա կարծես խզում եղավ այս նոր սերնդի միջև եւ շարունակողները, հետամուտ լինողները համարժեք մակարդակի նոր շրջանում չկարողացան անել։ Ջիմ Թորոսյանը հատկապես նրա այդ վերջի գործերը կարելի է համարել այդ 21-րդ դարի անցումային ամենաբարձր ճարտարապետության օրինակներ, որի նետած ձեռնոցը դեռ վերցնող չի եղել։ Մենք այդ մարդկանց վաստակը գնահատել ենք Կոմիտասի կողքին, բայց նրանց ժառանգությունը ապականում ենք։ Պատկերացրեք Շիրիմին կանգնողը, որ իմանա էսով է, ասենք, այս մեծերի շարքում ու ասեն, այս ինչ մարդն է, որի գործերը այսպեսի վերաբերմունքի արժանացան, ի վերջո գործն է հավերժ։ Մենք այս քայլով թող իմանան այդ բոլոր ատյանները, ովքեր պատասխանատու են լինելու այս հարցում։
մենք կապնում ենք այդ մարդկանց հավերժությանը, նրանց աշխատանքին, որը շատ ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան իրենց ապրած կյանքը։ Այդ կյանքը, որ ասենք այդ, չգիտեմ, 80-90 տարին, որը հազար մի տկարություններով է լեցուն, իսկ ստեղծագործության մեջ դրսևորվել է առավելապես այն ամենաբարձր հույզերով, ամենաբարձր զգացումներով եւ այսպես ասեմ կատարելապաշտությամբ էլի։ Ձեր կարծիքով ինչու Ասլան Մխիթարյանի եւ Ջիմ Թորոսյանի 1970-ականների նախագիծը չքննարկվեց նույնիսկ։ Նշենք նաեւ երրորդ համահեղինակի Սարգիս Կուրզադյանի անունը։ Ես չեմ կարող ասել, տարբեր մեկնաբանություններ ենք լսում։ Մի դեպքում նշում են, թե սովետական է, այսինքն արտիականացնել է պետք, նույն է, ասենք, ոնց որ վերածնունդի վարպետների գործերը, նշենք Մեդիչի ժամանակների, ինչ որ, չգիտեմ, ինկվիզիցիայի ժամանակների, ինչ որ նմուշներ եւ ասենք անավարտ մնացած գործերը փորձենք արտիականացնել ինչ որ նոր ձևով։ Փարիզի Աստվածամոր տաճարը ամբողջությամբ այրվեց, ամենամեծ ներդրողների դեպ հայերից մեկն էր, գումար որ ներդրեց էլի վերականգնելու համար եւ նույնությամբ վերականգնվեց։ Այդտեղ ի վերջո ասեմ, որ այդ վերակազմությունը ասվածը ենթադրում է 70% գոնե պահպանված վիճակ, որ ամբողջական ռեստավրացիա համարվի էլի, նմուշները, բեկորները գոնե պահպանված լինեն, բայց այս դեպքում մեծամասամբ այրվել էր, բայց էլի սարքեցին նույնը, ինչպես որ եղել էր, այսինքն միջնադարյան վարպետի ձեռ չի կպել նոր ժամանակների, այսինքն քանդակագործներ են աշխատել կամ այնտեղ ճարտարապետներ եւ այլն, բայց կառուցվեց նույնը, հենց նման օրինակը կառուցվեց։ Ուզում են դա համարեն ընդօրինակում, ուզում են համարեն վերակառուցում, բայց արվեց դա ազգային արժանապատվության խնդիր էր։ Բազմաթիվ են կարծիքները, որ նոր մանրակերտը կաղավաղի Երևանի պատկերը։ Կմանրամասնեք, ինչով է զիջում նորես հաղթած նախագիծը նույն ճարտարապետների այդ նախագծին։ Նախ մի քանի խնդիրներ կան, նախ եւ առաջ որևէ մեկի ստեղծագործության մեջ միջամտելը դա արդեն հարիր չէ, այսինքն նույնիսկ եթե միջամտողը ավելի, այսպես ասենք, բարձր կլասի մեկն է, բայց ուրիշի ստեղծագործության մեջ նա չի միջամտում, ասենք Պիկասոն հիմա թող համարվի 20-րդ դարի մեծագույն դեմքը, Պիրոսմանի մասին ինքնուս նկարչի, որ նա մեծ խոսքեր է գրել, շատ պրոֆեսիոնալների մասին չի էլ ասել, բայց նրա անավարտ գործը պատկերացրեք վերցնի շարունակի վրայից նկարի, այդպես չեն անում, նկար, ասենք ստեղծագործությունը, երգը, գրականություն, սիմֆոնիա, երաժշտություն, ճարտարապետություն, այդ ամենը ամբողջականության մեջ է, որովհետև ասեմ, այդ ամբողջականությունը ասվածի համար այդ մարդիկ ստեղծագործելիս բազմաթիվ հետաքրքիր կտորներ են ջնջել, գայթակղիչ կտորներ, որոնք ծնվում են, բայց ամբողջին ենթարկելու համար նրանք ստիպված փոխում են, անընդհատ փոփոխում, այդ օրգանական կապի են բերում։ Հիմա առանց դրա, այսպես ոնց որ մենք կրծած կարկատաններ ենք մշտապես ունենում։ Այսինքն առաջ երթին խաթարվել է ստեղծագործական իրավունքը, ստեղծագործողի հեղինակային իրավունքը։ Երկրորդ հերթին դե ասեմ, որ խորտ ծավալ է ներմուծվել, մեկը որ ընդհանրապես այդ հույզերին ու ամեն ինչին տեղյակ չէ, որ դա իր պատմություն ունի դեռևս Թամանյանից եկած, այսինքն շեշտում է հյուսիս-հարավ առանցքը, Արարատին նայող գլխավոր ճառագայթն է, այդտեղ են կուտակվում մեր հույզերը։ Թամանյանը բացել էր բոլոր ճառագայթները դեպի Արարատ, Արագած, կանաչներ շեշտել, իսկ այդտեղ նաև բացի այդ հեղինակները շարունակել էին իբրև միասնություն հայոց պետականության կոթողի հետ, որը 50-ամյակ են ասում, բայց այն գաղտնագրված է եղել իբրև հայոց պետականության կոթողի իր բոլոր ծավալային ելևէջներով։ Կասկադի հետ մեկ ամբողջություն պետք է կազմի, կարծես Հայաստան համալիր եւ պետականության կոթող մեկ ամբողջության մեջ, հիմա այդտեղ խզում է, հորիզոնական ինչ-որ անդեմ ծավալ է մխրճվում, այդ կապը կոտրում է, Արարատի նայող տեսարանը կոտրվում է, այսինքն իջնելիս մենք հանդիպում ենք այդ փակ ծավալին, ինչ-որ մեծ մի ծավալ փակելու է, մինչև դրա միջով անցնենք, ինչ-որ գանք հասնենք այս եղած մնացած կասկադին, նորից մասամբ բացվի տեսարանը կամ Աստված գիտի մի քանի տարուց այդ դիմացի շենքերը ավելի կմեծացնեն ու հիմա արդեն մի քանի շենքեր իդեպ Արարատի այդ ֆոնի մեջ մխրճվում են ու ահագին տեսարանը կոտրել են։ Այն քաղաքը, որ պետք է
տեսնեինք, ինչը որ երազում էր Թամանյանը, դա չենք տեսնում, դեռ ուրիշ պատկեր ենք տեսնում։ Վերջին շրջանում իշխանությունները շատ են խոսում սոցիալ հոգեբանության, ազգային մտածողության նոր արժեքների մասին։ Հայտնի է, որ ճարտարապետական կոթողները հենց արտացոլում են ազգային իդեալները, կարող են ազդեցություն ունենալ ժողովրդի մտածողության վրա։ Քվեարկությամբ հաղթած այս նախագիծը ինչ է խորհրդանշում եւ ինչ առնչություն ունի հայ ժողովրդի, Հայաստանի իդեալների եւ արժեքների հետ։ Ես արդեն ներկայացրեցի նոր նախագիծը ինչ առնչություն ունի, անարգանք մեծերի հանդեպ, անարգանք նրանց ժառանգության հանդեպ։ Այսինքն այս իշխանությունը դա չի գիտակցում։ Ես կարծում եմ չգիտեմ, բարդ բան չի գիտակցել է, նման պատասխանատու աթոռ զբաղեցնողը չի կարող չգիտակցի։ Ուղղակի այդ նոր արժեքներն էլ ինքնին ենթադրում են այդ ամեն ինչը կարծում եմ, որովհետև Արարատին նայելը արդեն ամոթ է, այնտեղ ինքնություն ու ազգային ինչ որ նկարտումներ ցույց տալը, ինչ որ սարսափելի բաներ են դարձել էլի։ Ամեն կերպ փորձում են մարդկանց մեջ սերմանել վախի ու հարմարվողականության, այդպես անարժանապատիվ կեցվածքը, որը ասենք ժամանակին ուղղակի ամոթալի է համարվել էլի։ Իդեպ բոլոր ժամանակներում արժանապատիվ մարդկանց կողմից եմ ասում, նույնիսկ այն ժամանակ, երբ որ պետականություն չենք ունեցել, մենք ի վերջո միշտ պայքարել ենք։ Պայքարող մարդը այդ գիտակցությունը ունեցել է ու ցավալ է, որ պետությունը ունենալով այսօր հենց պետությունն է այդ ստոր ու ցածր մակարդակը որդեգրել։ Քվեարկության դրված այդ նախագծերով էլ մեծ տեղ է դրված Կասկադում օրինակ ժամանցային նոր օբյեկտների կառուցումը, նախատեսվում է բացել ռեստորաններ, սրճարաններ, համերգասրաններ։ Կարելի է ասել, որ նախաձեռնության մեջ բիզնես հետաքրքրությունն առաջնային է, նպատակն է տարածքներ եւ շինթույլտվություններ վաճառել գործարարներին ժամանցային օբյեկտների կառուցման համար, որոնք եւս եկամուտներ ու հարկեր կգեներացնեն, կհարստացնեն հենց քաղաքային պաշտոնյաներին։ Այո, միանշանակ դա իդեպ այդ մոդելը հենց անկախության շրջանից ներդրվեց, որ առաջնային արդեն ոչ թե հենց այդ ազգային շահներ, այլ գերշահույթը ինչ որ կառուցապատողների ու իդեպ այդ կառուցապատողներն էլ սերտաճած են այդ համակարգի հետ այդտեղ ահռելի կոռուպցիոն ռիսկեր են միշտ ոչ թե ռիսկեր էլ բացահայտ կոռուպցիոն երևույթներ են տեղի ունեցել տարիներ շարունակ հիմա դրանք այլանդակ թափի ուռճացել են էլի դարդուցավը ամբողջ է հենց որ այդ աջ կողմում Կասկադի այդ աջ Մատենադարանի վերևի հատվածում էլի բարձրակերի թույլատրություն տան ու մենք ունենանք այն պատկերը ինչը որ կա հիմա այդ Դալմայի այդ հատվածում տեսնում ենք այնտեղ այդ 30-ից ավել բարձր այդ հարկայնությամբ այդ ստվերաշատ ծմակ երխիտ կառուցապատումը ինչ այսպես ասած տհաճ զգացումներ է առաջացնում մանմենտ այդ ճանապարհով անցնողները արդեն էլի տեսարանի խնդիր կունենան կանաչի պակաս էլի տեսարանը կփակվի մի քանի հոգու բացառապես մի քանի հոգու գերշահույթի համար այս որ մեկ ասենք ավելի բարեկարգ Երևան այդ դեմագոգ կարգախոսները տեղադրում են ու այդ պաստառները տեղադրում են մարդկանց աշկապոցի անելու համար իդեպ այդ սիրուն ինչ որ պատկերներով այդ անիմացիոն պատկերներով ինչ որ երաժշտության տակ ռելաքսային ներկայացնում են որ ժողովրդին գրավիչ լինի ու շատերը այդպես խորը չեն ընկալում ասենք կողքից նայողը դե ոչ մասնակիցները հատկապես կարող է եւ գայթակղվեն նույնիսկ իրենք տարիների ընթացքում այդպես ակամայից այդ ամեն ինչին տուր տալով չեն հասկացել թե ոնց են իրենց գծել այս ստրեսային այս սպառողական դարձած միջավայր նաև կուզենայի այստեղ շեշտել մի բան որ նույնիսկ երբ որ կարճ ներդրումների այսպես ասած ծրագրեր են ու դա ներկայացվում է իբրև առաջընթաց այսինքն ներդրումներ շատ եղան բայց չէ որ երբ որ հաշվարկած չի դա տանում է հեռանկարում փակուղու այսինքն տեսեք ճարտարապետությունը այն մասնագիտությունն է երբ ասում են 7 անգամ մտածիր 1 անգամ կտրիր մեր դեպքում այս պարագայում քանի որ առաջնային շինարարությունն է դարել մտքին վերջի տեղն ենք տալիս առաջնային տալիս ենք նյութին ու դրա համար մենք ընկնում ենք փակուղի շատերը օրինակ
այդ արտահայտությունը կա, որ սեփական տունը գլխացավանքի անընդհատ փոխում ենք, ինչ որ միտեղից կարկատանների ենք վերածում, անընդհատ միտեղ բացում, միտեղ փակում, անընդհատ շինարարություն ենք անում, չենք, որովհետև ի սկզբանե չեն մտածել, տարերային կառուցապատել են, հետո ընկել են կրակը։ Դուք պատկերացրեք, այդ ես օրինակ վերեցի փոքր մի հատ սեփական տան օրինակով, բայց ամբողջ քաղաքը պատկերացրեք, երբ որ չի մտածվում ու այդ տարերային կառուցապատման մեջ են գնում, ինքը ինչ կարգի, ասած լաբիրինթոսի մեջ են մեզ գցում էլի։ Տարիներ առաջ Գաֆեցյան թանգարանը, որ Կասկադի տերն է, Կասկադի համալիրում Հայաստանի անկախության խորհրդանշող հուշարձան կառուցելու մտահղացում էր հայտնել։ Ծանոթ եք այդ գաղափարին։ Ընդհանրապես ձեր կարծիքով անկախության խորհրդանշող հուշարձանն ինչ տեսք կարող է ունենալ։ Անկախության խորհրդանիշ մենք իրականացրել ենք հենց այդ 50-ամյակի կոթող, որ ասում են իբրև թե սովետական Հայաստանի 50-ամյակին նվիրված։ Դա կառուցվել է իբրև հենց անկախ հայոց պետականության խորհրդանիշ, որովհետև նրա կերպարում են արտացոլված հայկական միացյալ պետության հիմնադիր արքա Արտաշես աշխարհակալի սահմանակարերը եւ Ուրարտական աշտարակների հաղթական ավարտը, սոսու այդ կենաց ծառի այդ պաշտամունքային դեպի վեր հառնող այդ խորհրդանիշը կրելով։ Դրանից ավելի, այսպես ասած, տենց երևելի կառույց մենք չենք կարող ունենալ։ Ամեն ինչ ուղղակի էլի տենց ձևական, հա, ինչ որ բաներ կարվեն, բայց ասում եմ ես 30 տարի մենք ինչ որ ստեղծել ենք այդ զարմացնելու համար, ինչ որ նոր ապակեպատ շենքեր, նոր բետոնե կառույցներ, չգիտեմ, ինչ որ երեսապատումներով, շքեղ ինչ որ նյութերով փաթեթավորված, ընդհանրապես դա եղել է, այսինքն փողի ցուցադրություն, մատերիալի ցուցադրություն, այդտեղ որևէ ճարտարապետական միտք, որևէ նորարարություն, որևէ ասենք իղծ ճարտարապետական ներկայացված չի եղել։ Դա եղել է կոպիտ ասած պատվիրատուի ճարտարապետությունը։ Ճարտարապետները մեծ առումով եղել են կամակատարներ, իսկ դպրոցը նույնիսկ ասեն կարելի է նկատել, որ այն վարպետները, որոնք խորհրդային տարիներին էլի տենց բավականին մակարդակով ստեղծագործել են, որոշները, նույնիսկ կարելի ասել շատերը նոր շրջանում ցույց են տվել անկումային վիճակ։ Պարոն Ստեփանյան, նշեցիք արդեն, որ գերշահույթ կարող են ստանալ, կարող ենք ասել, որ քաղաքային իշխանությունը մտածված է հենց այսպես արտոնությունը տվել ֆրանսիական նախագծին, փոխարենը իրական, հա, հենց ճարտարապետների Կասկադ համալիրի, հա, ճարտարապետների նախագիծը միջև վերջ կյանքի կոչելու փոխարեն։ Կարող ենք ասել հենց խնդիրը գերշահույթն է եւ մտածված։ Չեմ ուզում ճիշտ ասած մտնել էլ դա ինձ համար էական էլ չի, անկեղծ ասած, իրենց նպատակը ինչն է եղել այնտեղ ֆրանսիացիներին կսմսվելը, թե ուղղակի ասենք ինչ որ տենց գործարք անել է իրար միջև ԽՑԲ տարբերակով, էական չի էլի, եթե ասենք այդ արժեհամակարգի մարդիկ չեն, այդ գաղափարը որդեգրողներ չեն, այսինքն պետականության գաղափար, որը պետք է պետությունը իդեպ պետք է ծառայի ինքնությանը։ Մենք հակառակ կարգախոսն ենք լսում, որ քո ինքնությունը քո պետությունն է։ Այդպես չի, մենք ժամանակին Օսմանյան կառավարության Օսմանյան պետության հպատակներ ենք, բայց մեր ինքնությունը լրիվ այլ էր։ Մեր ինքնությունը թուրքի ինքնությունը չէր։ Ու նույնացնել պետությունը պետք է ծառայի ինքնությանը, ազգի հույզերին եւ ոչ հակառակը։ Մինչդեռ այսօր լրիվ հակադիր պատկերն ենք տեսնում։ Ու փորձ վեկտորի ուղղությունը շեղելու։ Պարոն Ստեփանյան, եւ այսպես ամփոփելով զրույցը, ես այս հարցի մասին ճիշտ է խոսել եմ հենց Կասկադի համահիմնադիրներից Հասան Մխիթարյանի հետ, բայց կցանկանայի նաեւ ձեր տեսակետը։ Քանի որ իրենց նախագիծը գոնե չի քննարկվել կամ հենց գոնե Հասան Մխիթարյանին չեն ներառել, հա, նախագիծը քննարկելու մեջ, արդյոք սա վիրավորական չէ հենց Ասլան Մխիթարյանի եւ մնացած համահիմնադիրների։ Միանշանակ վիրավորական է։ Ելույթի սկզբում ես ասացի, որ այդ մարդիկ պատմություն կերտած մարդիկ են, ճարտարապետական միջավայր ստեղծած մարդիկ են։ Նրանցից երկուսն էլ այս աշխարհում չեն։ Գոնե այո, այդ պարագայում մանավանդ գոնե կարելի է Ասլան Մխիթարյանի թաշին նստել։ Այո, միանշանակ Ասլան Մխիթարյանը իբրև համայնակ պետք է ներգրաված լինի, բայց պահանջը մեր այն է, որ Կասկադը պետք է կառուցվի
այն տարբերակով, որով հաստատվել է, որի տակ կան 3 հոգու ստորագրությունները՝ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի։ Իմպրովիզիոն, այսպես ասած, իմպրովիզացիաները այս դեպքում այդքան էլ հարիր չեն, որովհետեւ դա կարող է լինել բացառապես այդ գոյացած իրավիճակով, այդ փոսը, որ կա արդեն շինարարական, որը Գաֆէսճյանի ժամանակ հիմքերը արդեն գցելու համար եղավ։ Հիմա այդտեղ կրկին լիցք անելը որոշակի բարդություն է եւ միգուցե անիմաստ է, այսինքն այդ ստորգետնյա հատվածը կարելի է արդեն նոր լուծումներ գտնել, դա կարող է լինել եւ մրցույթով, բայց դա չպետք է խոչընդոտի այդ հեղինակային ծավալի իրականացմանը, թող ներքևը որոշեն 5 հարկան անեն, 50 հարկան անեն, 15 հարկի ջլատեն, աջ ու ձախ կողմերի այդ հատվածը կրկին պետք է ասեմ, որ կասկադը նախատեսված էր վերից վար աջ ու ձախ կողմերից կանաչապատում եւ դա պետք է իրականացվի ու մենք ասեմ, որ ստեղծել ենք կասկադի պաշտպանության խումբ հեղինակային, այսինքն հեղինակային տարբերակի, որում նշել ենք դա այդ պահը եւ ուղարկելու ենք արդեն պատկան մարմիններին հանրայնացնելու ենք, իդեպ ասեմ արդեն 70-ից ավել տարբեր մշակույթի արվեստի գործիչներ, գիտնականներ միացել են մեր այդ կոչին, առաջիկայում դա կհանրայնացնենք արդեն, որտեղ նշվում է, որ կասկադը պետք է կառուցվի բացառապես հեղինակային հաստատված տարբերակով եւ այդ փոփոխությունները, որը պետք է լինեն, պայմանավորված պետք է լինեն բացառապես իրավիճակով, այդ ներքևի հատվածը, ոնց որ ասած, ինչ որ լուծումով ստանալու, բայց կերպարը ընդհանուր ամբողջ պատկերը պետք է համապատասխանի հեղինակային նախագծին։ Ինչ եք կարծում ձեր այն ինչ իրականացնում եք այդ քայլերը արդյունք կտան, որտեվ փաստացի քվեարկություն է իրականացվել եւ հենց քվեարկությունով է ֆրանսիական նախագիծը հաղթել։ Ի վերջո ընտրվել է նախագիծը, ինչ կարող եք անել, որ այս նախագծով կասկադի ավարտուն տեսքի բերման աշխատանքը չիրականացվի։ Դե մենք այդ լծակները չունենք, էլի, որ այնտեղ ոստիկանություն կարգենք, որ հանկարծ ինչ որ աշխատանքներ չիրականացնեն ու այս 35 տարվա պատմությունը ցույց տվեց մի դեպք, որ զիջող եղավ պատվիրատուն, այսինքն կառուցապատող կողմը, որը պետք է լիներ եկեղեցին, կինո Մոսկվայի բաց դահլիճի այդ թեմաների հետ կապված նա զիջող եղավ եւ այդ Պողոս Պետրոսի այդպես վերակենդանացման տարբերակը, որ մտածում էին, իրականացվեց այդ կառույցի իբրև մոդեռնիստական ուժեղ գործ ընդունեցին, որ թող մնա անձեռմխելի եւ սա միակ դեպքն էր կարծում եմ դրանից այն կողմ մենք ունենք 20-ից ավել 30-ի չափ մոտ 25, 26, 27 չգիտեմ մոտ այս կարգի թվերի մեջ քանդված հուշարձաններ, բաց այդ քանդված ունենք աղճատված բազմաթիվ հուշարձաններ ունենք հուշարձանին որ ունենք կառույցներ, որոնք պետք է ներառված լինեն հուշարձանի ցանկում չներառվեցին եւ այս վերջին տարիներին քանդվեցին ուղղակի ափսոսում ես էլի նայում ես այդ աշխատանքը, այդ քանդակները, զարդանախշերը, այդ կարմարակապ շենքերը ոնց քանդեցին, փոխարենը բարձրակներ կառուցեցին պատկերը սա է, բայց ասեմ ուղղակի տեսեք սա կասկադը կոնկրետ ոնց որ տեղի ունեցել մշակութային եղեռն ու սա այն վերջին փոքր սարդարապատը կարող է դառնալ եւ գոնե այդ մի հատվածը այդ մաքուր արտարապետությունից կարողանանք պահպանել այդ Արարատի տեսարանը կանաչը ինչ որ մասամբ այդեղ ամբողջը չեն կարա որտեղ շենքերը խցկվել են արդեն բայց գոնե այդ խորհրդանշային հատվածը կարողանանք պահել Շնորհակալ եմ պարոն Ստեփանյան հետաքրքրությունից համար Իմ հյուրն էր ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը կհանդիպենք